Որ տրանսպորտային միջոցի վարորդն է ճիշտ կատարում հետադարձը, կարմիր ավտոմոբիլի վարորդը։ Տվյալ իրավիճակում, ուղիղ երթևեկելու դեպքում թույլատրվում է շրջանցել բեռնատարն աջ կողմից, շարունակել երթևեկությունը միայն բեռնատարի անցումից հետո, նշված երկու դեպքերում էլ թույլատրելի է։ Որ հետագծով է թույլատրված հետադարձը։ Ցանկացած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն, տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակցություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, կատարել թվարկված բոլոր գործողությունները։ Հետադարձ է համարվում տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացնող մանևրը։ Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե մոտոցիկլի և կողային կցորդի շրջանակների միացումներում առկա է խաղանցք։ Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված շարժիչի ծածկոցի փականը։ Այս նշանը կոչվում է այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ, ինչ է ցույց տալիս հետևյալ ճանապարհային նշանը, կանգ առն արգելվում է աշխատանքային օրերին, կայանումը նշված վայրում արգելվում է, հետադարձը նշված հետագծով արգելվում է, որ ավտոմոբիլը վերջինը կանցնի, խաչմերուկը, կարմիրը, ձախ շրջադարձ կատարելիս պարտավոր եք զիջել ճանապարհը միայն Ա տրամվայի վարորդին, ինչ է նշանակում լուսացույցի դեղին և կարմիր գույների ազդանշանների զուգակցումը, արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկայում միանալու մասին։ Վարորդը որտեղ պետք է կանգնեցնի ճանապարհային միջոցն այս գծանշման առկայության դեպքում, գծանշման մոտ։ Թույլատրվում է ավտոբուսների կայանումը բնակելի գոտիներում և բակային տարածքներում, թույլատրվում է դրա համար նախատեսված տեղերում։ Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է ճկուն կցիչով։ Սև ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի երկրորդը։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել, եթե դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար։ Ուժեղ արյունահոսության դեպքում պետք է ճնշումով վիրակապել վնասված մասը և ճնշում գործադրել զարկերակի սեղման կետի վրա։